1990 թվական Փոլը և Կարլան հայտնի են ամբողջ Կանադայում որպես գեղեցիկ զույգ, խելացի, հմայիչ, ինչպես նաև նրանք ուղղակի իդեալական Բարբի և Քեն են։ Սակայն մի տարբերություն կա։ Բարբի և Քենը ուղղակի տիկնիկներ էին, որոնք ապրում էին իրենց շքեղ կյանքը, իսկ այս զույգը սպանում էր մարդկանց։ Նրանք տարիներ շարունակ տարբեր անչափահաս աղջիկների իրենց մոտ են հրավիրել, նրանց տանջել, խոշտանգել և վերջում նույնիսկ սպանել։ Այսօր խոսելու ենք ամբողջ Կանադան ցնցած, ինչու չէ նաև ամբողջ աշխարհը ցնցած սերիական երկու սիրասուն զույգի մասին։ Կարելի է նաև հաղորդումը դնել սիրասուն մարդասպանները։ Ինչևէ, շնորհավոր ձեր անցած Վալենտինը եւ եկեք միասին նայենք։ Եթե ձեզ ված գա, կարող եք ձեր նախկին ընկերոջը կամ ընկերուհուն ուղարկել տեսանյութը, մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքներով, ինչպես նաև բաժանորդագրվել ալիքին։ What's your emergency? Փոլ Բեռնարդոն ծնվել է 1964 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքի Սքարբոբ շրջանում։ Ընտանիքը, որտեղ նա ծնվել է, ի սկզբանե պրոբլեմատիկ էր։ Նրա հայրը երկար տարիներ բռնաբարում էր իր աղջիկներից մեկին, երկու փոքր քույրերի աչքի առաջ։ Այդ մասին մայրը գիտեր, որից հետո նա բաժանվեց դիմելով ոստիկանություն։ Բաժանումից հետո մայրը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում անընդհատ տարբեր դեղորայքներ, խմիչքներ օգտագործել, որից հետո էլ նա ինքն իրեն փակում է տան նկուղում, որպեսզի երեխաներին, ավելի կոնկրետ Փոլին, վնաս չտա։ Փոլի վրա այս ամենը շատ է անդրադառնում եւ նրա ու իր մոր շփումը երբեք էլ տեղի չի ունենում։ Նա մորը չի հասկանում, չի ընդունում իր արարքները եւ իր մտքում մեղադրում նաեւ մորը այդ ամեն ինչի համար։ 16 տարեկան հասակում Փոլը իմանում է, որ նա իր հոր երեխան չէ։ Այսինքն մայրը Փոլին ունեցել է դավաճանության արդյունքում։ Սրանից էլ ավելի է վատանում նրանց շփումը, Փոլը մորը անվանում է անբարոյական, նրան շատ հաճախ վիրավորում, շատ քիչ դեպքերում նաև նրան հարվածում։ Այս ամենից հետո Փոլը նաև ագրեսիվ է դառնում այլ աղջիկների նկատմամբ եւ երբ որ սկսում է իր մոտ ընկերական շփումը, նա շատ հաճախ աղջիկներին կամ օգտագործում էր կամ նրանց ֆիզիկական բռնության ենթարկում, բայց մանիպուլացնելով ու աղջիկներին ստիպելով հավատալ, որ այդ ամենը նրանց պատճառով է հենց։ Այսպիսով 1987 թվականին Փոլը ծանոթանում է 17-ամյա Կարլայի հետ, ով փոխում է նրա ողջ կյանքը։ Փոլը հասկանում է, որ վերջապես ինչքան էլ որ նա չի սիրում իր մորը կամ այլ աղջիկներին, չէ, նա իրոք գտել է իր կյանքի միակ եւ անկրկնելի կնոջը, ում հետ կանցկացնի իր ողջ կյանքը, կունենան շատ գեղեցիկ զավակներ եւ հիանալի արյունոտ կյանք։ Փոլը եւ Կարլան սկսում են ընկերություն անել, իսկ որոշ ժամանակ անց նրանց հարաբերությունները ավելի են զարգանում, բայց Կարլայի մասին հիմա կանադառնանք, իսկ այդ ժամանակ ասեմ, որ Փոլը շատ հայտնի էր իր քաղաքում, ինչով կամ ինչի պատճառով դեռ չեմ ասի։ Տեսանյութը որ դիտեք, ինքներդ հաստատ դա կհասկանաք։ Կարլա Համոլկան ծնվել է 1970 թվականին կանադական միջին խավի ընտանիքում։ Ծնողները Կարլայի եւ նրա երկու փոքր քույրերի համար պատրաստ էին ամեն ինչի։ Աղջիկները սովորում էին այդ ժամանակների համար շատ լավ դպրոցում։ Նրանք ունեին գեղեցիկ աղջկական սենյակ, խաղալիքներ ու զգեստներ։ Դպրոցում Կարլան շատ պարտաճանաչ էր, կարելի ասել չափից շատ։ Նրա պայուսակում ամեն ինչ պետք է իր տեղում լիներ, դասավորված եւ մաքուր։ Նա վերահսկում ու կառավարում էր ամեն ինչ, այդ թվում նաեւ իր քույրերին եւ ընկերուհիներին։ Դեռահասության հետ, սակայն, Կարլան սկսում է կտրուկ փոխվել։ Աղջկա երբևիցե վարդագույն կամ վառ գույներով հագուստները վերածվում են գոթական սև գույներին։ Այդ ժամանակ շատ հայտնի էր գոթական շարժումը, որի ժամանակ ուղղակի մարդիկ որոշում էին հագնել, հիմնականում դեռահասները որոշում էին հագնել սև հագուստ, ավելի ագրեսիվ լինել, նայել սարսափ ֆիլմեր, սիրել արյունը, գնալ գերեզմաններ, այնտեղ անցկացնել պիկնիկներ, ինչպես նաև ռոք երաժշտություն լսել։ Այս ամենը մի շարժում էր, որը դեռևս ակտուալ է, բայց Կարլայի ժամանակ դա իր վրա
շատ վատ ազդեց։ Նա սկսեց ոչ միայն նայել սարսափ ֆիլմեր, այլ ինքը սկսեց սիրել արյունը, ցանկացավ մարդկանց վնաս պատճառել ու սկսեց իր համադասարանցիներին վիրավորել, ծաղրել, շատ դեպքերում նաև ֆիզիկական բռնության ենթարկվել։ Այս ամենը ծնողները կարծում էին, որ կանցնի, բայց երբ նա ծանոթացավ Փոլի հետ, ամեն ինչ ավելի բարդացավ։ Կարլան առաջին հայացքից սիրահարում է Փոլին, ով այդ ժամանակ 23 տարեկան էր։ Աղջիկը ամբողջ ուշքն ու միտքը տրամադրում է Փոլին, քանի որ կարծում է, որ սա իր առաջին եւ վերջին սերն է, ինչում նա չէր սխալվում։ Ու եթե դուք մտածում եք, որ սա վալենտինյան ռոմանտիկ պատմություն է լինելու, ապա չարաչար սխալվում եք, քանի որ եթե մեր ալիքում է, ապա ինչ որ մի բան այն չէ։ Այս ամենը ոչ թե ներկայացվում էր որպես բռնություն, այլ որպես խանդ եւ սեր։ Աշխատանքի վայրում Կարլան միշտ լարված էր ու սպասում էր Փոլի թույլատվությանը, նույնիսկ գոլեգաներով լանչի գնալու համար։ Փոլը նաև ֆիզիկական բռնություն է կիրառում Կարլայի նկատմամբ։ Նրան մի քանի անգամ կապտուկներով են տեսել, բայց Կարլան միշտ արդարացնում էր ընկերոջը ու ասում, որ կամ ընկել է, կամ պատահաբար ինչ որտեղ հարված է։ Չնայած այս ամենին, Կարլան շարունակում է մնալ Փոլի հետ։ Վախից, սիրուց, թե մի ուրիշ բան կա։ 1990 թվականին Փոլը եւ Կարլան տեղափոխվում են Կարլայի ծնողների հետ նույն տանը ապրելու։ Կհիշեք, Կարլան ուներ քույրեր։ Նրա քույրերից մեկը 14 տարեկան աղջիկը հենց առաջին հայացքից Փոլի դուրը շատ է գալիս։ Փոլը սկսում է նրան ուրիշ աչքով նայել եւ շուտով Կարլան դրա մասին իմանում է։ Չէ, այստեղ չեն բաժանվում, չեն վիճում, այլ հակառակը։ Կարլան օգնում է Փոլին, որպեսզի նա աղջկան իրենով անի։ Դեպքը հետևյալ կերպ է զարգանում։ Նոր տարվա գիշերը, երբ Կարլայի ծնողները ու մյուս քույրը գնում են շուտ քնելու, Փոլը, Կարլան եւ 14-ամյա նրա քույրը մնում են արթուն ֆիլմեր դիտելու համար։ Կարլան որոշում է քրոջը ալկոհոլ տալ, ասելով, որ սա մեր մեջ կմնա, դու էլ խմիր մեզ հետ, նոր տարին նշի, վերջի դու արդեն չափահաս ես։ Բայց ալկոհոլի մեջ Կարլան նաև ավելացրել էր քնաբեր, շատ ուժեղ քնաբեր, որը հիմնականում կենդանիներին են տալիս, որպեսզի վիրահատություններ անցկացնեն վրան։ Երբ որ քույրը խմում է ու քնում է, Կարլան, նրա բոյֆրենդը, Փոլը, քրոջը տանում են եւ բռնաբարում։ Բռնաբարելու ժամանակ նաև հարվածում աղջկան, որտեվ նրանք այդպես էին ուզում։ Այդ ամբողջ ընթացքը նրանք նկարահանում են։ Ոչ թե նրա համար, որ հետագայում դա վաճառեն, ինչպես շատ հաճախ դեպքերում է լինում, այլ ոչ։ Նրանք ուղղակի ցանկանում էին դա նկարահանել եւ հետո նայել ու հիանալ իրենց աշխատանքով։ Մի քանի ժամ անց աղջիկը ուշքի է գալիս։ Ու շտապեմ ասեմ, հա, ոչ մի ձայն չի եկել, քանի որ աղջիկը ամբողջ ընթացքում քնած է եղել, ծնողները նույնպես քնած են եղել եւ այդ ամենը տեղի ունեցել փակ սենյակում, որտեղ ձայնը համարյա չէր լսվում, ինչ է կատարվում։ Երբ 14-ամյա քույրը Թեմին վերջապես ուշքի է սկսում գալ, նա սկսում է բղավել ցավից, մարմինը հասկանում է ցավը, սկսում է նա արտահայտվել, գոռալ, տեսնում է իր շուրջը կատարվող անհետեցությունը եւ ինչքան ուժ ունի գոռում է։ Նրան տեղափոխում են հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահանում է։ Այստեղ շատ կարևոր մի փաստ կա, որ բժիշկները չգիտես ինչու չեն նկատում նրա վրայի կապտուկները։ Կավարկած, որ աղջկա հայրը խուսափելով սկանդալից, խուսափելով ներընտանեկան խնդիրը բարձրաձայնելուց պայմանավորվել է եւ չեն բարձրաձայնել, որ աղջկան իրական բռնաբարել են եւ դրանից է նա մահացել, այլ պաշտոնական վարկածը գրվեց, որ աղջիկը մահացել է խեղդվելուց։ Ինչից կամ ով է խեղդել, դա նույնպես գրված չէ, գործը շատ արագ փակվում է, ոչ մեկ առհասարակ որևէ այլ կարծիք չի արտահայտում եւ վերջ։ Ամուսինները մնում են անպատիժ։ Այո, ամուսինները, քանի որ Կարլան քրոջ մահից մի քանի ամիս անց ամուսնանում է Փոլի հետ, նրանք տեղափոխվում են առանձին ապրելու, վարձում են գեղեցիկ բնակարան նկուղով, որտեղ էլ շարունակում է իրենց ամուսնական խրախճանքները։ 1991 թվականի հունիսի 15-ի առավոտյան Փոլը փողոցում նկատում է 14-ամյա Լեսլիին։ Նա առևանգում է աղջկան ու չի տանում ոչ անտառ, ոչ հեռու ինչ-որ մի վայր, այլ բերում է տուն։
Նրանք երկուսով բռնաբարում են աղջկան, ծեծում ու դե իհարկե այդ ամենը նկարահանում։ Իսկ հաջորդ օրը հոգնելով իրենց նոր խաղալիքից, Կարլան նրան մեծ քանակի տրանկվիլիզատոր է տալիս, ինչից աղջիկը մահանում է։ Թե ինչ են անում նրանք հետո, ուղղակի անհավատալի է։ Նրա մարմինը տանում են նկուղ էլեկտրական սղոցով մասնատում, մուասերն առանձին ցեմենտի բլոկների մեջ են թաքցնում ու այնուհետև այդ բլոկները նետում են գետը։ Նրանց հաջորդ զոհը դառնում է 15-ամյա Քրիստինան, ում զույգը հանդիպում է փողոցում։ Ճանապարհը ցույց տալով պատրվակով նրանք աղջկան առաջարկում են նստել իրենց մեքենան եւ իրենք աղջկան կտանեն որտեղ ցանկանում են։ Տուն բերելուց հետո արդեն իրենց սցենարին համաձայն նրանք բռնաբարում են աղջկան, տանջում եւ նկարահանում այդ ամենը։ Ինչպես են աղջկան տուն բերում, շատ հեշտ։ Կարլան ուղղակի սկսում է նրա հետ զրուցել, տալիս է խմիչք, որի մեջ կա տրանկվիլիզատոր։ Պետք է հիշենք, որ Կարլան աշխատում է վետ կլինիկայում եւ այնտեղ նա կարողանում է դեղեր ձեռք բերել, որն էլ հետագայում օգտագործում է իրենց գործերի համար։ Այս ամենի վերջում Կարլան եւ ամուսինը կտրում են աղջկա մազերը, նրան ուղղակի սափրում են ամբողջությամբ, նրա վրա մեյքափը մաքրում են, նրա մարմինը կտրատում են, տարբեր մասերի են բաժանում եւ նետում ջուրում։ Իսկ 1992 թվականին Փոլը շատ դաժան ծեծում է Կարլային։ Նա այնքան է աղջկան ծեծում, որ վախից Կարլան փախնում է հորտուն, որտեղ Փոլը գալիս է, ներողություն է խնդրում, ծնկի է իջնում եւ այլն, ու նրանք վարիշում են։ Հետ են վերադառնում ու սկսում նորից իրենց հանցագործությունները կատարել։ Սակայն այս ամենը չի վրիպում թե ոստիկանը եւ Կարլայի ծնողների աչքից, նրանք ոստիկաններին դիմելուց հետո աղջկան հարցաքննում են, ինչպես նաև նրանից վերցնում են տարբեր թեստեր, անալիզներ, որտեղ էլ հայտնաբերում են Փոլի ԴՆԹ-ն, որը շատ պատահաբար համընկնում է Սկարբոբի շրջանում տեղի ունեցող մարդասպանի ԴՆԹ-ի հետ։ 1993 թվականին Փոլին մեղադրում են Սկարբոբ շրջանում տեղի ունեցած բոլոր բռնաբարությունների եւ դեռահաս աղջիկների սպանության մեջ։ Բայց ինչ է այդտեղ կատարվում, հիմա կպատմեմ։ 1987 թվականից Սկարբորոյում եւ հարակից տարածքներում սկսվում են աղջիկների, հատկապես դեռահաս 14-ից 16 տարեկանների բռնաբարությունները եւ առևանգումները։ Առաջին դեպքը ոստիկանները գրանցում են 1987 թվականի մայիս ամսին։ Անհայտ տղամարդը ուշ երեկոյան փողոցում հենց ծնողների տան դիմաց բռնաբարում է երիտասարդ մի աղջկա։ Դեպքից ընդամենը 10 օր անց, երբ ոստիկանները դեռ հետաքննում են առաջին հանցագործությունը, նույն տղամարդը հարձակվում է 19-ամյա աղջկա վրա, դաժանորեն բռնաբարում հենց փողոցում, աղջկա տնից մի փոքր հեռու։ Եվ նման բռնաբարությունները շարունակվում են մինչև 1990 թվականը։ Եվս 8 բռնաբարություն եւ 4 բռնաբարության փորձ։ Հանցագործները դառնում են ել ավելի ագրեսիվ եւ դաժան իրենց գործողություններում։ Նոր հանցագործությունների ժամանակ դրանք ոչ թե աղջիկներին տանում են դրսում, բռնաբարում են, ինչպես լսեցիք արդեն, կամ տան դիմաց, այլ ոչ։ Նրանք մտնում են տուն, չնայած այն բանի, որ ծնողները աղջկա տանն են, նրանք գնում են աղջկա սենյակ եւ սկսում նրան բռնաբարել։ Շատ հաճախ դա տեղի ունենում հետեւյալ սխեմայով։ Նրանք ուղղակի պատուհանից ներս են մտնում կամ իմանում էին, թե որ ժամին է աղջկա ծնողները քնում, որից հետո նոր գնում էին տուն։ 1990 թվականին մի քանի տարբեր ահազանգերի, ֆոտոռոբոտների եւ իհարկե վերջապես ԴՆԹ-ի միջոցով կարողանում են պարզել, որ այդ մարդը, ով տարբեր աղջիկների մի քանի տարի շարունակ բռնաբարել է եւ մնացել է անպատիժ, դա հավանաբար Փոլն է։ Սակայն Փոլը չէր կարող լինել այդ մարդը, քանի որ նա ուներ ալիբի։ Նա այդ երեկոները եղել է իր կնոջ հետ անկողնում, ֆուտբոլ նայելիս կամ սերիալ, ֆիլմ նայելիս, նրա կինը իր ալիբին էր։ Իսկ կինը հոտ չէր խաբի, չէ՞ որ նա սիրում է իր ամուսնուն եւ եթե ամուսինը նրան դավաճաներ, ապա դրա մասին կասեր, թե չէ։
Սկսվում է Փոլի դատավարությունը։ Հարցաքննությունների ժամանակ ոստիկանները ոչ մի փաստարկ չունեին։ Միակ փաստը դա ԴՆԹ-ի համընկնումն էր եւ ֆոտոռոբոտի հետ համընկնումը, որը մի քիչ տարօրինակ է, որտեղ ոչ միշտ է ֆոտոռոբոտը ճիշտ։ Չնայած այս դեպքում 10-ից ավել մարդ է ֆոտոռոբոտը պատմել եւ դրա հիման վրա է կազմվել, բայց այնուամենայնիվ դա բավական փաստ չէ, որպեսզի մարդուն ձերբակալեն։ Այսպիսով նրանք որոշում են, որ կարելի է դիմել Կարլայի օգնությանը։ Դատարանը նրան առաջարկում է գործարք, ամուսնու դեմ ցուցմունք տալու փոխարեն։ Կարլան համաձայնվում է եւ սկսում է պատմել, որ Փոլը բռնաբարել է ավելի քան 30 կանանց եւ ինքը իմացել է այդ մասին։ Բայց ինքն էլ է այս պատմության մեջ զոհ եւ չի դիմել ոստիկանություն այսքան տարի, որովհետեւ վախեցել է։ Այս ընթացքում Փոլը չափազանց հանգիստ է, նա դատապաշտպան է վարձում, պատասխանում է ոստիկանների հարցերին եւ նույնիսկ իրենց տուն խոզարկության թույլտվություն է տալիս։ Իսկ այս պահին խոզարկությունը շատ կարևոր էր, որովհետև Կարլան քննիչներին արդեն պատմել էր տեսանյութերի մասին, ասելով, որ Փոլը բոլոր հանցագործությունները նկարահանել է։ Փոլը սակայն այս ամենը կանխատեսել էր։ Նա վաղուց ասել էր տեսաերիզների մասին իր դատապաշտպանին, ով վերցրել էր տանից եւ տարել ապահով միտեղ պահել։ Ցավոք սրտի դատապաշտպանը նաեւ դա ցույց էր տվել մեկ այլ դատապաշտպանի, ով կին էր, եւ կինը հետագայում հարցաքննությունների ժամանակ ասում է, որ տեսաերիզներից հետո բավական երկար ժամանակ նա գնացել է հոգեբանի մոտ, որպեսզի այդ իր ամբողջ տեսածը պատմի եւ վերջապես ազատվի, քանի որ ինքն իրեն շատ վատ է զգացել տեսանյութերը նայելուց հետո։ Քանի որ դատապաշտպանի օգնականը, ինչպես նաեւ դատապաշտպանը հասկանում են, որ սա ուղղակի հրեշային գործ է, նրանք որոշում են տան ամբողջ տեսաերիզները ոստիկանությանը եւ իրենք իսկ իրենց գործը տանուլ տան։ Քանի որ ոստիկանները վերցնում են տեսանյութերը եւ տեսնում, որ կինը նույնպես Կարլան նույնպես մասնակից է այս ամենին, որոշում են նրան էլ ձերբակալել։ Բայց սակայն հիշում ենք, որ նրանք ունեն պայմանավորվածություն եւ վերջ։ Ըստ պայմանավորվածության Կարլան չի ձերբակալվում, քանի որ սա նախապես պայմանավորված էր եւ Կարլան ասում էր, որ ինքը զոհ է, սակայն բոլոր ապացույցները տանում են նրան, որ Կարլան հեչ էլ զոհ չի եղել, այլ ինքն է նույնիսկ շատ դեպքերում աղջիկներին գրավել, տարել եւ պատրաստել Փոլի համար։ Այս ամենը ԶԼՄ-ները անվանեցին սատանայի հետ գործարք։ Այնուամենայնիվ գործարքը Կարլայի հետ խզվում է եւ 1993 թվականի հուլիսի 6-ին Կարլային դատապարտում են 12 տարվա ազատազրկման, մեղադրելով 2 մարդու սպանության եւ բազմաթիվ մարդկանց բռնաբարության մեջ։ Իսկ մեր հերոս Փոլին դատապարտելու համար պահանջվում է 2 տարի, քանի որ ապացույցները հավաքվում են եւ մինչեւ օրս հստակ թիվ չկա, թե քանի մարդու են նա բռնաբարել, քանիսին սպանել։ Այսպիսով Փոլին դատապարտում են ցմահ ազատազրկման։ Բարեբախտաբար նա չի դուրս գալիս եւ մինչեւ այսօր շարունակում է ցմահ ազատազրկված մնալ։ Սա երևի թե ֆենոմեն է ինձ համար, քանի որ ինքս որ նման տեսանյութեր պատրաստում եմ եւ ձեզ հետ կիսվում եմ, սա այն քիչ դեպքերից է, որ հանցագործին չեն արդարացրել հետագայում ինչ-ինչ պատճառներով։ Մեկնաբանություններում կարող եք կիսվել, արդյոք կհիշեք նման դեպք, որ ես պատմել եմ ու հանցագործին արդարացրել են, իսկ ես շարունակեմ պատմությունը։ 2005 թվականին Կարլա Համոկլան ազատ է արձակվում։ Նա ամուսնանում է իր դատապաշտպանի եղբոր հետ, փոխում անունն ու իրենց 3 երեխաների հետ այժմ ապրում կանադական փոքրիկ գյուղաքաղաքում։ Պապարացիները իրականում սկսում են ժամանակ առ ժամանակ Կարլային հիշեցնել իր անցյալը, սկսում են հետապնդել եւ նկարահանել նրան։ Դե իսկ Փոլը, ինչպես արդեն նշեցի, շարունակում է իր կյանքը ապրել բանտում։ Ինչու եմ ասում կյանքը շարունակում է ապրել բանտում, քանի որ ինձ համար, թեկուզ եւ ես հասկանում եմ այս ամենը, բայց ինձ համար մի տեսակ չգիտեմ, օքեյ չի լինում, երբ որ սպանությունից հետո ու մանավանդ շատ վատ արարքներից հետո նրանց դատապարտում են ցմահ ազատազրկման։ Այսինքն սա օքեյ էր, ոչ մի խնդիր չկա, գնա ցմահ ազատազրկված ես, նստի ու վերջ։ Մենք պետությունը քեզ կպահենք։ Ըստ իս կարելի է այս ամենը վերանայել։ Իսկ դուք մեկնաբանություններում կարող եք կիսվել ձեր կարծիքով, արդյոք կողմ եք ցմահ ազատազրկման թե ոչ, ինչպիսին է ձեզ համար այս տեսանյութը Վալենտինից հետո եւ մեկնաբանություններում չմոռանաք կիսվել ձեր կարծիքով, ինչպես նաեւ բաժանորդագրվել ալիքին ու հավանել տեսանյութը։
What's your emergency?